հնարավորություն է նաև օտարների մեջ ներկայանալ այնպիսին, ինչպիսին որ կաս։ Եվ ես հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ նկարիչ եմ, որ այսօր Լոնդոնում ներկայացնում եմ հայկական պատկերասրահը, հայ արվեստը եւ հայ մարդուն։ Մայրս շատ էր հպարտանում ինձանով։ Ինձ համար թե հայր էր, թե մայր էր, ամբողջ իր կյանքը փաստորեն զոհաբերեց քրոջս եւ ինձ համար մեզ ուսումնի տալու, մեզ մեծացնելու։ Եվ երբ որ ես ընտրեցի մասնագիտությունը եւ դարձա նկարիչ, նա մեծ հպարտություն ապրեց, իմ տղաս եւ այլ։ Իսկ երբ որ ես վերադարձա Օշական եւ ստեղծել, այսինքն մենք միասին այս տունը կառուցեցինք եւ մեր պապիս, այսինքն մորս հողի վրա այս արվեստանոցը ստեղծեցինք, նա ավելի մեծ ուրեմն թվեր առավ եւ շատ ավելի զորավոր էր իրեն զգում, մանավանդ երբ որ ես արդեն իմ ծննդավայրով սկսեցի ստորագրել իմ կտավներս, մեծ բերկրանք էր ապրում եւ հպարտանում էր, ասում էր իմ տղաս ամենահանճարեղ նկարիչն է, աշխարհի ամենամեծ նկարիչն է եւ աշխարհի կենտրոնը պիտի Օշականը լինի։ Եվ զարմանալի մի երազ էր տեսել 80-ական թվականներին, երբ որ այդ օրը արթնացավ եւ ասեց տղա ջան, մեկ հատ ալեոր երկար սպիտակ մուրուքով մազերով այսպես մարդ ցենց սպիտակ շորերով երկնքից ցենց իջավ քո այդ փոքր նկար, մեկ հատ փոքր նկար ունեի, շատ խորհրդավոր հիմա Երևանում է։ Եկավ մեր տուն քո արվեստանոց վերցրեց տարավ։ Ուրախացանք, ասեցինք մամա ջան, ինչ լավ է ուրեմն Լեոնարդո դա Վինչին է եկել այն ժամանակ դեր մեզ համար Լեոնարդո դա Վինչին այդպես ալեհեր սպիտակ մազերով եկել է գնահատել է իմ արվեստս, ինչ լավ է ուրեմն երազդ կատարվի, ես ուրեմն գնամ աշխարհով մեկ կցուցադրվեմ ան։ Հետո աշխարհով մեկ ցուցադրվելուց Լոնդոնում ապրելով հասկացա, որ մորս երազին ինքը Աստված էր եկել եւ Աստված իր լույսը բերեց մեր տունը եւ մորս երազով, մորս ցանկությամբ, մորս սրտով ուրեմն այդ բաները ես զգացի։ Մանավանդ Պարուս Սևակի պորտրետն էլ որ նկարել է իրեն ամենասիրելի ուրեմն գործներ իմ հյուրասենյակում, մեր հյուրասենյակում կախված, ասում էր այս նկարը ոչ մի անգամ երբեք չպիտի իմ տնից դուրս գա, մինչև որ ես ողջ եմ։ Երբ որ ես կմեռնեմ, նոր այդ ժամանակ կնվիրես թանգարանին, պետական թանգարաններին։ Եվ մորս ուրեմն բաղձանքը, այսպես ասած, իր մայից հետո արդեն 6-7 ամիս է անցել է, ես փաստորեն կատարեցի եւ հիմա նորից մեծ պատիվ է ու շատ ուրախ եմ, որ այդպես էլ եղավ։ Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում ենք եւ բնականաբար այս թանգարանը մագնիսի պես ձգում է դեպի իրեն գրականության եւ արվեստի բոլոր գործիչներին, լինեն նրանք